Մարդիկ չգիտես ինչու միշտ մտածում են երբեք գալու ամառը որ ճամփորդեն այդ թվում մենք մեզ համար էլ միշտ մտածում ենք ամառը արև արձակուրդ ու ամառը ասոցացվում է արագ արձակուրդների պլան կազմելու հետ ոչ մեկ բացառություն չէ պարզում եմ ամառն ամենուր նշանավորում է հենց զբոսաշրջության այսպես բարձրացող տեմպերով աճող միտումներով եւ այսօր պարզենք թե ինչու են հենց Հայաստան գալիս շատ զբոսաշրջիկներ ինչպես բոլորս ենք տեսնում մեր առօրյա կյանքում անդադար մենք այսպես դրսում կարելի ասել նույնիսկ բախվում ենք տուրիստների որովհետեւ շատ են այո Հայաստանը չէ ինչը անշուշտ ուրախալի է որովհետեւ դրանից զարգանում է մեր տնտեսությունը մեր բյուջեն գուցե այդ գումարները նաեւ մտնում եւ այսպես մեր տաղավարում հյուրընկալել ենք туриզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին ումից էլ շատ հետաքրքիր նորություններ ենք լսելու ինֆորմացվելու ենք բարև ձեզ Ի վերջո ինչով է Հայաստանը գրավում նոր զբոսաշրջիկներին որովհետեւ գնալով մենք տեսնում ենք տարբեր տարիների աճ կա եւ նվազում կա տուրիստների դեպքում բայց որոնք են հիմնական կետերը որը որ գրավում է Հայաստանը Աճը միայն քանակական չէ որակապես նույնպես էական դրական փոփոխություններ ունենք նաև այցելությունների կառուցվածքի մեջ ունենք ըստ տարիքային խմբերի բավականին հետաքրքիր փոփոխություն մենք 2013 թվականին էինք իրականացրել այցելությունների վիճակագրական հետազոտություն հաջորդը եղավ 2023 թվականին այս երկու հետազոտության արդյունքները շատ հետաքրքիր ձևով տարբերվում են լավ առումով եթե 2013 թվականի այդ հաշվետվության արդյունքներով Հայաստան այցելուների, զբոսաշրջիկների 60-ից ավելի տոկոսը միջինից բարձր տարիքային խմբին էր պատկանում, հիմա հակառակն է դարձել 60%-ից ավելին մինչև 44 տարեկան են։ Այսինքն զգալիորեն երիտասարդացել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների այ զբոսաշրջային այցելությունները երիտասարդացել են, այսպես ասած։ Ինչն է պատճառը կամ ինչի շնորհիվ։ Ես քիչ հեռվից եկա ձեր հարցին, որովհետև գնալով ավելի բազմազան ու հետաքրքիր զբոսաշրջային արդյունքներով ենք համաշխարհային շուկային ներկայանում։ Այսօր էլ ասածս չի նշանակում, որ պետք է հանգստանանք, ասենք ամեն ինչ լավ է, դեռ անելիք շատ ունենք, դեռ մենք մեր եղած ռեսուրսների երևի մի 20%-ն ենք օգտագործում։ Այն ժամանակ ավելի քիչ էինք, ասենք գնալով զարգացումը կար։ Ամեն տարի մենք դեռ Հայաստանի նորանկախ Հայաստանի որպես զբոսաշրջային երկիր պատմության մեջ մենք անընդհատ դինամիկ աճ ենք ունեցել, իհարկե չհաշված կորոնավիրուսի տարիները, չհաշված այդ ճգնաժամային տարիները։ Եվ մեկ էլ 2024 թվականը, որ շուկան մեզ զգուշացում տվեց, ասեց ոնց որ ընկնում եք էյֆորիայի մեջ, մի հատ թափ տվեք ձեզ, մի հատ պետական մասնավոր, մի հատ բոլոր շահագրգիռ կողմերով նստեք, տեսեք, որ ռեալ գնահատեք իրավիճակը, չընկնենք էյֆորիայի մեջ, որտեվ այս դեպքում էլ ասում ենք, դե ամեն ինչ լավ է, կարելի է միանգամից հարստանալ, գները անհարկի բարձրացնել, սրա նկատմամբ պետք է ուշադիր լինենք։ Այնուամենայնիվ հիմա մեր զբոսաշրջային արդյունքը զգալիորեն այսպես դիվերսիֆիկացվել է, դիվերսիֆիկացվում է, ավելի հետաքրքիր առաջարկներով հանդես են գալիս եւ տեսնում եք եւ քանակական աճ ենք ունենում, իսկ մենք արդեն 2025-ը վատ չէր, թեկուզ փոքր, բայց աճ ունեցանք, հիմա 26 թվականը առաջին կիսամյակը 14% մի փոքր ավելի աճ ենք ունեցել, 1 միլիոնից ավել միայն առաջին կիսամյակի ընթացքում զբոսաշրջային այցելություն ենք ունեցել ներգնա։ Ներքինը նույնպես գիտեք ինչքան է ներքին զբոսաշրջության թիվը։ Ասեք Այդ ձեր տնօրինությունը արդեն դուրս եկա, որովհետև շատ հետաքրքիր թիվ է, օրինակ շատերը կարող է չհավատան, բայց դա իրականություն է 2025 թվականի դեռ տարեկան ցուցանիշն է
2.5 միլիոնից մի փոքր ավելի։ Բոլորը փաստորեն ընդգրկված են ներքին զբոսաշրջության մեջ, բայց ես էլ եկեք մի հատ հարցի հակառակ կողմից նայեմ։ Ինքս երբեմն մտածում, իհարկե լինելով Հայաստանի երևի գրեթե բոլոր բնակավայրերում, ամենտեղ ես լինում եմ իրականում, բայց երբ մեկ-մեկ էլ մտածում ասում, լավ, եթե ես գումարը տալու եմ հենց իմ երկրում, գնամ մի նոր բան էլ տենամ նույն գումարով։ Այս հարցին ինչպես կանդրադառնալ, երբ շատերս մտածում են, ասում են, ախր Հայաստանում էս ինչ գներ է։ Երբեմն համեմատում եմ Փարիզի սրճարանները Երևանին, նա Փարիզն է։ Համատես սպասարկումը։ Չէ, գլոբալ եմ ուզում ասեմ, ես համայնությունը չի քննարկում, որովհետև անքննելի է։ Առաջին բանը, որ զբոսաշրջիկին ասում են, չենք զիջում, իրականում ավելի բարձր է։ Ասում ենք, երբ հարցս տալի, ասում են ձեր համու հոտի համար ենք առաջինը գալիս, իրականում դա հպարտություն էլ է առաջացնում, ինչ չէ, ցանկալի կլինի այլ բաներն էլ նշեն, բայց նաև գները արդյոք մրցակցային են։ Մեր բյուջեն նայեք, ստացած աշխատավարձը եւ տարիներ առաջ, երբ խոսում էին ինձ մոտ գներից եւ ասում էին, որ մեզ մոտ, այդպես էին ասում, մեզ մոտ թանկ է, տեսեք դրա համար էլ գնում են Վրաստան, տեսեք Վրաստանում ինչ է, ես միշտ չէի համաձայնում եւ ապացուցում էի հակառակը եւ իրապես ապացույցներն էլ հիմնավոր, այսպես երկաթ բետոն է ապացույցներ։ Ասելով, որ եկեք, եթե գնահատական տալիս ենք, եկեք դա անենք ժամանակի եւ համեմատության մեջ եւ համեմատության մեջ տեսեք, պետք է համեմատենք համեմատելի մեծություններ։ Եվ Վրաստանի հետ ասում էի, դե լավ, հիմա դուք վերցնում եք Երևանի հյուրանոցները համեմատում եք Կոբուլեթի հյուրատների հետ, պարզ չի, որ դա անհամեմատելի մեծություններ են եւ այդպես չպետք է լինի։ Միշտ ասում էին Ծաղկաձորը, թանկ, չգիտեմ, Ծախսաձոր, չէ՞։ Ասում եմ, դե եկեք, հիմա Ծաղկաձորը համեմատենք Վրաստանի որ հանգստավայրերի հետ, նորից համեմատելի Բակուրյանի, Գուդաուրի, չէ՞։ Եվ եկեք համեմատենք, մտնենք մեկ աղբյուր տեղեկատվական, օրինակ Booking.com, առցանց, հա, համաշխարհային առցանց ամրագրման համակարգ։ Եվ այդ նույն Booking.com-ով, նույն ժամանակահատվածում, նույն մոտավորապես գոնե հավասար ըստ կարգի հյուրանոցները համատենք միմյանց Ծաղկաձորի եւ Բակուրյանի ու Գուդաուրի եւ միշտ ցույց եմ տվել, ապացուցել եմ, որ նախ Ծաղկաձորի հյուրանոցները մի կարգ ավելի բարձր են, քան Բակուրյանի եւ Գուդաուրի ամենաբարձր կարգի հյուրանոցները եւ նույնիսկ այդ դեպքում գներն ավելի մրցունակ են, քան իրենցից մի կարգ ցածր Բակուրյանի եւ Գուդաուրի։ Ցավոք վերջերս արդեն նման խանդավառությամբ չեմ հակառակվում են կարծիքին, որ մենք մի քիչ թանկացել ենք։ Կորոնավիրուսից հետո ամբողջ աշխարհում եղավ նման միտում, ընդհանրապես 10% գնաճ եղավ ամբողջ աշխարհում։ Հայաստանում ավելի շատ, այսինքն զբոսաշրջանային փաթեթում ներառված մի շարք կարևոր ծառայություններ ավելի շատ գնաճ ունեցան։ Մինչև հիմա էլ կա դա։ Եվ դա է, որ հենց հաղորդման սկզբից ասեցի եւ նորից խնդրանքս հորդորս եւ մեր մասնավոր հատվածի մեր բոլոր բիզնեսներին, գործընկերներին եւ նաեւ պետական հաստատություններին, որտեղ ցավոք թանգարանները նույնպես որոշեցին, որ պիտի գները բարձրանա եւ շատ այլ նաեւ ծառայություններ։ Դրան էլ գումարվեց դրամի շեշտակի արժևորումը արտարժույթի նկատմամբ մոտ 30%-ով եւ ստացվեց զգալիորեն մեր գները բարձրացան։ Իհարկե մի փոքր պարադոքս, միգուցե շատ ենք լավը, միևնույն է, այդ աճը ունենում էինք եւ այ 24 թվականին էր, որ շուկան մեզ ասեց Վերվեր մի թռեք կան, հա։ Մի հատ թափ տվեք ձեզ, զգուշացում տվեց։ Մենք մեր պատմության մեջ առաջին անգամ մինուս ենք ունեցել, մոտ 4.7%։ Բայց հիմա պարկաստով վերականգնվում ենք եւ հուսամ, որ մենք ավելի իրատես կլինենք եւ այս մեր աճը, հաջողությունները կարողանանք պահպանել, անհարկի չենք բարձրացնի գները։ Եվ իհարկե մենք առաջարկությամբ էլ հանդես եկել ենք Տուրիզմի այդքան ֆեդերացիան օրենսդրական օրենքի նախագծով ենք հանդես եկել, որը եւս գնաճի
մեղմանն է էապես նպաստելու եւ քաղաքականության մի շարք կարևոր խնդիրների լուծման է նպաստելու դա եւ կազմակերպված զբոսաշրջության ամրապնդմանը, վերականգնմանը, զարգացմանը նպաստելու, ինչը շատ կարևոր է եւ ողնաշարային նշանակություն ունի մեզ համար։ Եվ մեր մշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը, հանրահռչակմանը, կառավարելի ապաշրջափակմանն է նպաստելու է նաև մի շատ կարևոր բանի նաև Հայաստանի քաղաքացու համաշխարհային շուկայում Հայաստանի ներկայացման գործընթացին մասնակցելու իրավունքի եւ պարտականության իրացմանն է նպաստելու։ Ուրեմն մի նախագծով հանդես եկել ենք, հուսանք, որտեղ ընդհանուր համաձայնություն կարծես թե էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն դա անցարել են, դրել են շրջանառության մեջ շատ դրական կարծիքներ, ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում է քննարկվել նույնպես դրական արդեն քննարկումները շարունակվել են, խոսքով ֆինանսների նախարարության հետ նույնպես վերջերս ունեցել են քննարկում, կարծես թե ունենք սկզբունքային համաձայնություն եւ շատ մեծ հույս ունենք, որ այս արդեն դա քննարկումները, այսինքն վերջնականանան եւ նորընտիր ազգային ժողովում այդ հարցը արդեն կլուծվի։ Բայց հիմքում եկեք նաև ընդունենք մի բան, որ այս բոլոր խնդիրների հիմքում կա նաև սկսենք նրանից, որ հարկերի բարձրացում, որոշ մեծ քանակի ապրանքների տեսական ու ներմուծում, որը որ մաքսազերծում է թանկ, ամեն ինչ այսպես ասած թանկացել է, մասնավոր սեկտորը, այսպես ասած հնարավորինս իր գոնե 0 կանգնելու համար, այսպես ասած նա էլ գնում է այդ գնաճներին։ Դե հիմա ըստ էության նաև այդ քննարկումներն են գնում արտոնություններ տալու, հա։ Ոչ թե արտոնություններ, ընդհանրապես արտոնությունները պետք է լինեն բացառիկ դեպքերում եւ նպատակային եւ կարողանան երկարաժամկետ կամ միջնաժամկետ որոշակի կարևոր խնդիրներ լուծել։ Իհարկե կարևոր են նաև դեպքում քննարկել եւ այդ արտոնությունները կարողանալ նպատակային եւ արդյունավետ իրականացնել, բայց ընդհանրապես բարեփոխումներ անհրաժեշտություն կա եւ այդպիսի քննարկում, որքան տեղյակ եմ, այդպիսի քննարկումներ կան։ Հուսանք, որ այստեղ շատ կարեւոր է, որ մենք այդ համակարգված քաղաքականությունը ունենանք եւ կարողանանք այդ իմաստով արդեն արդյունքի հաստատ կհասնենք։ Իսկ մենք մեր հերթին պետք է աշխատենք, մեր մասնավոր հատվածը ձեռքերը ցալած չի նստում, պետական հատվածը նույնպես զբոսաշրջության ոլորտում բավականին ակտիվ աշխատում է, համագործակցություն էլ կա լավ, բայց պետք է պարզապես աշխատել, ավելի լավ առաջարկներով հանդես գալ, ունենք շատ լավ բաներ, լավ նորություններ, մեր փոքրիկ Հայաստանի ամեն մի անկյունը իր գրավչությունն ունի, իր առանձնահատկությունն ունի եւ դա մենք պետք է կարողանանք լավ փաթեթավորել եւ ներկայացնել։ Շատ հրաշալի փառատոններ ունենք։ Փառատոնի ետևից Իմիջայլոց ունենք արդեն առաջիկայում արդեն հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնն է Նավասարդը, որը արդեն դառնում է 5 տարեկան։ Ֆայրը չի փոխվում քաղաք Սիսիան, օրը չի փոխվում Նավասարդի օրը օգոստոսի 10 եւ 11, այս տարի իմիջիալոց 2 օր է լինելու եւ 10-ին եւ 11-ին։ Այս տարի մի առանձնահատկություն էլ կա Նավասարդի հետ կապված, Նավասարդի շրջանակներում նաեւ իրականացվելու է խաղաղության գավաթ միջազգային խոհարարական մրցույթ։ Փառատոնի շրջանակներում նաև Սիսիան քաղաքը եւ իրանական Լահիջան քաղաքը դառնում են քույր քաղաքներ եւ ստորագրվելու է այդ հաստատուղթը հենց փառատոնի օրը բավականին լավ արդյունքներ ունենալու։ Այո, չէ, ասեմ ձեզ, որ իրանցիները շատ ողջավորված են այդ փառատոնով եւ շատ ակտիվ տարեստարի աճում են նրանց մասնակցությունը։ Այս տարի արդեն 40-ից ավել տաղավարներով են իրենք նախատեսում մասնակցեն, անցած տարի դա եղել է 32, դրա նախորդ տարին
թե չեմ սխալվում 22 տարեստարի ավելացնում տարի այսպես ավելանում են Սիսիան համայնքն է նորից շատ ակտիվ մասնակցում այստեղ պետք է իրենք արժանին մատուցել Սիսիան համայնքին այս մեծ ցանկություն, մեծ խանդավառություն ունեն եւ շատ լավ աշխատում են եւ մեզ շատ լավ աջակցում են այդ փառատոնը կազմակերպելու համար իհարկե աջակցում են նաեւ զբոսաշրջության կոմիտեն համագործակցում ենք Իրանի պետական մարմինների հետ եւ իրենց զբոսաշրջության կոչվում է մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարություն այստեղ Իրանի դեսպանությունը շատ լավ համագործակցում եւ աջակցում է եւ կապանում գլխավոր հիպատոսությունը Իրանի խոսքով այստեղ պետական մասնավոր երկու երկրների պետական մասնավոր համագործակցությամբ է դա իրականացվում եւ շատ հետաքրքիր նախ զբոսաշրջային գրավչություն է մեծ թվով անցած տարի Աշխուժությունների մարզում նաև Սկանդինավյան երկրներից այսպես ես դուրերի տեսա փառատոնի ժամանակ գալիս են շատ զբոսաշրջիկ Տարոսը բոլոր վավճականջան հետո հոկտեմբերին ենք ունենալու հետաքրքիր մեր ավանդական գինու փառատոնը Արենիում հոկտեմբերի առաջին շաբաթ-օրը այսպես հերթով հետաքրքիր մենք միջոցառումներ ենք ունենալու այս տարի իհարկե չենք մոռացել նաև հայ եւ ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոնի մասին ավելի ուշ դրա անցկացման ժամկետի մասին կասենք Տոլմայի փառատոն ունեցանք Տոլմայի ունեցանք այո խորովածի գաթա հարցերի պատասխանները բոլոր էլ ինչ են մարդիկ Երեգիս ֆեստ հա շատ Պարոն Ապրոսյան ինչի են գալիս Երևանյան գինորեր գարեջրի փառատոն Դուք խոսեցիք փաթեթավորման մասին ճիշտ որն է այն բրենդը որը Հայաստանը այսպես համաշխարհային զբոսաշրջության ոլորտում է ներկայանում մենք կարող ենք ասել այ օրինակ այ Հայաստան գալիս են հենց սրա համար սրանով ենք առաջին հերթին ընկալելի տուրիստին այդ բրենդը մենք ենք մեր համոհոտն է Գիտեք ես իրոք ամեն անգամ ամեն առիթով մեծ պարտությամբ հենց դա եմ ասում Իհարկե մենք շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունենք շատ գեղեցիկ բնություն ունենք բազմազան արդեն բավականին տեսեք եւ պատմամշակութային ճանաչողական եւ արկածային գյուղական ագրո առողջարանային վերականգնողական բժշկական արդեն զգալի այսպես ներուժումի իհարկե գաստրո գինու այսպես շատ բազմազան եւ նաեւ մի այնպիսի բացառիկ զբոսաշրջային արդյունք որ այս բոլոր զբոսաշրջության ձևերը կարծես միախառնվում մեկ այսպես համակցված հետաքրքիր բացառիկ զբոսաշրջային արդյունք է կազմում այս բոլոր գրավչությունները մենք ունենք բայց գլխավոր գրավչությունը բրենդը հենց լեգենդար հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ օժտված մեր հայ ժողովուրդն է։ Այստեղից զբոսաշրջիկը միշտ վերադառնում է ոչ թե բավարարված, ոչ թե հիացած, կարոտած, այլ իր սպասելիքները գերազանցած, այսպես կարելի ասել ցնցումների մեջ եւ դա է որ հարգելիներս, սիրելիներս պետք է ես արդից օգտվեմ միշտ խնդրանքս հորդորս ուղղեմ մեր եւ մասնավոր եւ պետական հատվածին մեր հրաշալի ժողովրդին երբեք չկորցնենք մենք այդ հատկությունը եթե դա հանգարց մի փոքր էլ կորցրեցինք ամեն ինչ կկորցնենք այն ոսկի պատերել ունենանք մենք այդ գրավչությունը չենք ունենալու Այո, սիրելի հեռուստադիտողներ, այսպես ջերմությամբ հյուրընկալել եւ ձեր տան հյուրերին։ Ու հայրենիքը մեր տունն է, նաեւ Հայաստան եկող բոլոր զբոսաշրջիկներին։ Մի պետակավորեք, մի փոքրիկ բաներից կարճեք, ասեք, եկան էս են անում, են անում։ Սիրով ընդունեք մեր հյուրերին։ Դրանք բացառիկ դեպքեր դա էլ չի լինի։ Մեր ժողովուրդը միշտ իր հյուրին ընդունել։ Հյուրընկալ եղեք Հայաստան եկող բոլոր զբոսաշրջիկների նկատմամբ։ Այո, եւ եթե գնացել եք Լուվրում կամ մի ռեստորան, որտեղ որ խնդրեք պաստան ձեզ բերեն սառը եւ
այսպես, հետո կհիշեք մեր փողոցների նույնիսկ ամենափոքրիկ բիստրոների հյուրընկալությունն ու ջերմությունն ու ինջիգերը։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան, Հայաստանը եղել է կա ու միշտ կլինի լավը համով հոտով ու ամբողջ աշխարհը կենտրոնացած է այդ փոքրիկ Հայաստանի վրա, որովհետև այստեղ ամեն ինչ ֆանտաստիկ է։ Եվ ապրում ենք մենք իր թերություններով։ մեր երկրում։ Այո, այսքանով ավարտեց լույս առավոտին, մնացեք կենտրոն հեռուստաընկերությանը, ձեզ լավ օր։